Իսկ հասարակ մարդը, հա, գանք նաև այդ հարցին, Ուրարտուում ապրող, ինչով էր զբաղվում, ինչպես էր իր կենցաղը կազմակերպում, կամ ազատությունների աստիճանը, ինչքան էր այդ մարդու, ազատ համայնքներ կային, չկային։ Շատ լավ հարց եք տալիս։ Դե իհարկե կային նաև մարզպետներ եւ այլն, այսինքն տարբեր տեսակի կառավարիչներ, երբ որ մենք խոսում էինք, ու նաև կան բազմաթիվ մասնագիտություններ, չգիտեմ, հաստուխից բռնած, դերձակից վերջացրած, ասենք ունենք օրինակ պատկերի մարդ, հա, որը ըստ երևույթին կարող է որմնանկարների հետ կապ ունենար եւ այլն, այսինքն շատ են տարբեր զինվորականներ, տասնապետ եւ այլն, այս ամենը շատ կա։ Կային տարբեր տեսակի, հա, մարդիկ, նու օրինակ կարծիք կա, որ Ուրարտում ստրուկներ չեն եղել։ Հետաքրքիր կարծիք, ես էլ եմ լսել, հնարավոր էր այդ աշխարհում։ Հնարավոր է իմ համար մի քիչ, չգիտեմ, պետքա դեռ հետազոտել այս առումով։ Չէ, այդ ժամանակվա աշխարհը հիմնված էր ստրուկների նույն Էրեբունի բառի ստուգաբանություններից մեկը այնա, որ այն կարող էր կապ ունենալ, օրինակ, ուրեմն խեթերեն այդ առավա բառի հետ, գիտենք, որ Արգիշտին 6600 զինվորներ էր բնակեցրեց Խաթեև Ծուփանի երկրներից, որը նշանակում է ազատ, այսինքն օրինակ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ կարող էր նաև որոշակի ազատ կարգավիճակ տրված լիներ Էրեբունուն, բայց այստեղ գլխավոր խնդիրը Սուրեն ջան, գիտեք որն է, որ շատ հաճախ մեզ մոտ պեղվել են ամրոցները։ Ամրոցը այնտեղն է, որտեղ էլիտան ապրել, որը շատ նյութ է տալիս, բայց շատ քիչ է, որ պեղվել է արտաքին բնակավայրը։ Ի վերջո կներեք, ընդհատում եմ, Էրեբունին ինքը ամրոցն էր, բայց բնականաբար ներքևում արդեն քաղաքն էր, որը ըստ երևույթի կառուցապատման ժամանակ շատ բաներ ուղղակի ոչնչացվել է։ Այո, ես օրինակ մենք 2021-2022 թվականին պեղումներ իրականացրեցինք արտաքին բնակավայրում եւ ձեզ ասեմ մի փոքրիկ տեղամասում, օրինակ 7-7-ի վրա տեղամասում մենք այնքան տեղեկություն ստացանք, պատկերացրեք ֆիքսվեց մեր կողմից, ասենք կառույցներ, ասենք ինչ որ կատաստրոֆա, հավանաբար երկրաշարժ, հետո դրանից հետո փակել էին տեղի կառույցները, հետո արագ վերակառուցումներ, որոնք ուշ Ուրարտու, հետ Ուրարտու այդ շրջանի են, բայց տեսեք մենք սկսեցինք հասկանալ այն ժամանակվա կենցաղը, օրինակ գտնվեցին նույն այդ մարդկանց ուրեմն գտնվեցին ձկան ոսկորներ, մանր խոշոր եղջրավոր անասունների ոսկորներ, ծակած ոսկոր, որը միսը կախել են, գտնվեցին օրինակ խաղող, գտնվեց այրված խաղող, գտնվեցին գարի եւ այլն, այսինքն պատկերացրեք, այս ամենով մենք սկսում ենք հասկանալ մեր նախնիները ինչ կենսագործունեություն են ծավալել։ Պատկերացրեք լինում է որ տեքստիլը հագուստ է գտնվում եւ այլն, օրինակ Կարմիր Բլուրում անցած տարի դամբարան պեղեցինք, դամբարանը ծածկասալերով փակա եւ վերևը դրած է մի հատ ոսկոր, թաս, սափոր եւ մի հատ բաժակի նման էլի խեցեղեն, այսինքն հոգեհացն է եղել, այսինքն մեր նախնիները այդ հոգեհացի գաղափարը իհարկե դա մենակ Կարմիր Բլուրում չի ֆիքսված, այսինքն մենք կարող ենք երբ որ ուսումնասիրենք այնքան հետաքրքիր, որը նաև եթե մենք այսպես ասեմ ճիշտ մեկնաբանենք, թանգարանաֆիկացնենք, դարձնենք ուրեմն որպես բրենդ, մեր ժառանգության կարևորագույն մաս, բարձրացնելու է եւ մեր պետության վարկը եւ նաեւ եկամուտներ է բերելու մեր պետությանը։ Իհարկե, որովհետեւ ժամանակից туриզմը հենց նաեւ պատմական туриզմն է, այսինքն մարդիկ ուզում են հաղորդակից լինեն հնության հետ։ Ասենք պատկերացրեք կներեք, ասենք օրինակ Կարմիր Բլուրում մենք սարքում ենք միտեղ, որտեղ ասենք այցելուն գալիս է եւ ուրարտական ձևով գարեջուր է խմում, եղեգնյա ձողով, այն նման գարեջրի երկար սիգարաձև անոթների կրկնօրինակներից կամ գինի է խմում ուրարտական ուրեմն որոշակի բաղադրատոմսերով կամ նույն Կարմիր Բլուրից հաց կա գիտեք գտնված օվալաձև մեջ անցքով։ Ես ինքս անձամբ կայցել էի ուր մնաց